Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար, պարոն Աղազարյան։ Պարոն Աղազարյան, ամենայն հարգանքով, Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի անձնական կյանքի նկատմամբ, բայց այսպես թե այնպես հանրային դեմքեր են ու նրանք ցանկացած քայլ, այսպես հանրային լայն արձագանք է ստանում ավելին։ Այսօր այդ տեսանյութից հետո հայտնի ողջ համացանցը դիտարկումներ են, թե քաղաքական այսպես դեմքերը թե հանրությունը քննարկում է ու այստեղ այն է հետաքրքիր, որ մեծ մասը այսպես ինչ որ այլ քաղաքական ինչ որ դրդապատճառներ քայլեր, մի մասը ասում է սա նախընտրական ինչ որ քայլ է, այ ձեր կարծիքն է սրա վերաբերյալ ուզում իմանալ։ Հա, իսկապես հաճելի բան չի, ասենք, որևէ մեկի անձնական կյանքի հետ կապված, ասենք, ինչ-որ Նախ սկսենք դրանից, որ իրենք են հենց հրապարակել, հանրայնացրել։ Բան չեմ, հա, իրենք հրապարակել են։ Ես կարող եմ ուղղակի ասել հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանը արդեն գրեթե 1 տարի, մի քիչ երևի ժամանակահատված է, որ յուրաքանչյուր քայլը բառից բունի իմաստով նպատակողված է իր վերարտադրությունը ապահովելու համար առաջիկա ընտրությունների ֆորմատով։ Եվ հետևաբար, այստեղ որովհետև որոշակի բաներ կար Աննա Հակոբյանի հետ կապված, ասենք, ասում էին, համենայն ես չգիտեմ, չեմ կարող հաստատել, չեմ կարող բանել, որ լավ չէր, ռեյտինգը ցածր էր, ասենք, հասարակության լայն շրջանակներում, եւ հետեւաբար կարող է ստանալ պայմանավորված, որ ասենք դեպի քայլը արվել։ Իհարկե կարող է դա բերել ընտանեկան վեճերի եւ այլ, որի արդյունքում է սա եղել։ Ես ինչու եմ սա այսպես ասում, որովհետև ընդամենը 1 տարուց մի քիչ ավել առաջ, ինչու է իմը տպավորվել այդ բանը, մի անդուր բան պետք է ասեմ, բայց պետք է ասեմ, 1 տարուց մի քիչ 3 ամիս առաջ իմ կնոջ թաղման հուղարկավորության թե մահվան օրն էր, ես բաներ ստացա, լուսանկարներ, SMS լուսանկարներ ստացա, որտեղ բաներանում նշված էր, որ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը նշում են իրենց համատեղ կյանքի ինչ-որ ամյակներ, 30-ամյակներ, թե որ ամյակներ նշում էին, եւ դա լավ տարածում էր գտնել համացանցում վիդեոների տեսքով եւ նաեւ լուսանկարների տեսքով եւ ինձ էլ ուղարկել էին, այդ օրերին ուղարկել էին։ Ովքեր են ուղարկել։ Դե ուղարկել էին մարդիկ, որ ցավացն էին երևի թե ինձի, ասենք որ ԿՊ շրջանակների բանը ֆեյքեր էին, ֆեյքեր էին, ուղարկել էին եւ այդ ժամանակ փաստորեն իրենք նշում են իրենց համատեղ կյանքի անցած օրը, ասենք ինչ-որ հոբելան էին նշում։ Եվ այս 1 տարվա ընթացքում չէր կարող այնպիսի փոփոխություններ լինել, այնպիսի իրավիճակներ լինել, որ բերեր տրամաբանորեն հասցնել երկու չափահաս մարդկանց համատեղ կյանքի այսպես կոչված խզման։ Հետևաբար սա Նիկոլ Փաշինյանի կողմից երևի թե 4 հաշվարկա։ Այսինքն որպեսի վարկանիշը, հա, քանի որ մշտապես ես դες եմ կարծում, ես էլ չեմ վարկանիշը չտուժելու։ Այո, ես կարծում եմ, այո, որովհետև ցանկացած քայլ Նիկոլ Փաշինյանը գրեթե 1 տարի անում է, որը պետք է ուղղված լինի իր վերարտադրությանը ապահովելուն եւս մի փոքրիկ, այսպես կոչված, բան։ Հիմա ինքը այդպես է մտա։ Դա իմ կարծիքն, նորից եմ ասում, 1 տարի եւ 3 ամիս առաջ իրենք շատ բան ջերմորեն նշում են իրենց համատեղ կյանքի, այսպես կոչված տարելիցը։ Պարոն Աղազարյան, նաև շատ էին խոսակցությունները, որ Աննա Հակոբյանը նաև քաղաքական այսպես նկրտումներ ունի, ինչ որ փորձեր է անում, չգիտեմ, սա կարող է դրա պատճառ լինել։ Չեմ կարծում, որ Աննա Հակոբյանը քաղաքական նկրտումներ կարող է ունի, բայց ինքը որպես ասենք ստապատածող մարդ, գիտի, որ իր վարկանիշը հասարակության մեջ բավականին ցածր է եւ հետեւաբար ինքը չի կարա հաջողություն ունենա եւ այնպես չի եղել, որ ասենք մի 5 օր առաջ ինքը մի հատ կարծիք է հայտնել, որը հակասել է վարչապետի կարծիքին, կամ մի 7 ամիս առաջ, կամ 6 ամիս առաջ, եւ այդ հակասությունների շարանը բերել հասել է այնտեղ այն վիճակին, որ բացի այն, որ իրենք ըստ էության ամուսինները եւ երեխաները են դաստիարակել միասին, նաեւ անհատականություններն են, որոնց համար շատ կարևոր է նաեւ հասարակական քաղաքական գործունեությունը եւ իրենց ճանապարհները արդեն բաժանվել են որպես քաղաքական, այսպես կոչված, անձնավորությունների։ Այդ վիճակը մենք չենք տեսել, հետեւաբար
Հակառակը իրենք համատեղ անընդհատ ծրագրեր են իրականացնում։ Գրառումներով պարբերաբար կիսվում են նույն տեսակետը աջակցող հայտարարությունները։ Աննա Հակոբյանը անընդհատ աջակցող հայտարարություններ արել, նույնիսկ որոշ դեպքերում շատ անդուր հայտարարություններ, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված։ Հետևաբար չկար այդ բանը, որ այդ գործընթացը չի եղել, որ իրենց գաղափարական հակասությունները փոքրիկ հետո զարգացել հասել ինչ-որ մակարդակի եւ ստիպված իր ճանապարհները բաժանվել են եւ հետեւաբար Աննա Հակոբյանը հայտարարում է իր ակտիվ քաղաքական գործունեության մասին։ Այս բացառապես վարկանիշի հարցն է։ Այո, այստեղ այս քայլը արվածը այս քայլի հեղինակը, հիմնական հեղինակը Նիկոլ Փաշինյանն է եւ դա արվածը իր վարկանիշը բարձրացնելու համար ինքը այդպես է կարծում։ Եվ հետեւաբար արդեն նորից իր խնդիրներ են առաջանում։ Եթե ինքը ոչ մի բանի առաջ չի կանգնում իր իշխանությունը պահելու համար, մտածելով, որ դա իշխանությունը պահում է, որ ծառայի ժողովրդին եւ թոշակառուներին, օրինակի համար, իր կյանքի նպատակը դեպի է, որ մի բանի առաջ չի կանգնում, որպեսզի այդ հարցերը լուծի։ Հա, վաղը չվիսը նաեւ չի կանգնի հայրենիքի այս կամ այն հատվածի կորստի առաջ իշխանությունը պահելու համար։ Այդ վտանգը կա, չէ՞։ Եթե մենք պարոն Ասլանյանի հետ անընդհատ վիճում ենք այս թեմայով, պարոն Ասլանյանի համար հայրենիքի հասկացողությունը ամենաբարձր արժեքն է, իմ համար ամենաբարձր արժեքը չի, իմ համար ամենաբարձր արժեքը ընտանիքն է, օրինակի համար։ Պարոն Աղազարյան, գուցե եթե Նիկոլ Փաշինյանի պես մեկն է լինելով, այդպես ոչինչ առաջ չկանգնելով, այսպես ամեն ինչ ցանկանար գար իշխանության հնարավոր լիներ իսկապես նրան հեռացնել։ Այսինքն եթե այդ նույն նկրտումներով, հա, ինչ որ մեկն էլ նրան նման ընդդիմադիր հայացքներ ունեցող այդ նույն ցանկությամբ, այսպես մեծ ճիքերով փորձել իշխանության գալ կամ իշխանություն պահել, գուցե այդ դեպքում նրան հնարավոր լիներ հատնել։ Քանի որ այս պահին ընդդիմադիր դաշտում չենք տեսնում այդ։ Դե գործընթացներ կան, որոնք պիտի հասնեն իրենց տրամաբանական ավարտին։ Ասենք, երբ որ տեղի ունեցավ հեղափոխությունը 18 թվականի, այդ ժամանակ որ ժողովուրդը ըստ էության, գրեթե որ ժողովուրդը հույսով հավատով էր լսված, որ ասենք շատ սպասելիքներ կատարվի եւ դա ոտքի կանգնեցին, բայց ժամանակի ընթացքում հետո տեղատվություն է լինում, հուսախաբություն է լինում, բայց իշխանությունը, ասենք օրինակ համար վարչապետը փորձում է երկարաձգի իր իշխանավարությունը, որպեսզի իր ծրագրերը իրականացնի այսպես կոչված։ Եվ այդ ճանապարհը դեռ մի քիչ քայլեր անում։ Ինչ ծրագրերի մասին։ Արտաքին քաղաքական ինչ որ գործընթացների մասին եք խոսում, որ ասում եք ծրագրեր իրականացնի։ Դե հիմա ինքը ծրագրերը նպատակներ ունի։ Դուք նախկինում ԿՊ անդամ եք եղել, գուցե ավելի sense փակ մանրամասներ։ ԿՊ անդամ եք եղել, դա համար պարոն Ասլանյանի իմ միասնական համատեղ այսպես կոչված արժի համակարգի գիծը ինչ որ этаպից սկսեց բաժանվել։ Բայց ամեն դեպքում որովհետև այդ քայլերը որ արվում է, դրանք վտանգավոր են հայոց պետականության համար։ Պարոն Աղազարյան, բայց ամեն դեպքում ձեզ պարոն Ասլանյանին մինչ օրս այսպես ասոցացնում են, հա, այդպես հնարավոր չէ։ Վաղը չեմ իսօր իշխանությունը փոխվի եւ պարոն Ասլանյանը աջ կողմից, ես ձախ կողմից վարչապետի թևերից բռնած տանենք ԱԱՑ-ի մեկուսարան, միևնույնն է, էլի ասողներ կլինեն, բա որ ասում էինք, որ իրանք Նիկոլի պրոյեկտն են, չէինք հավատում, տեսակ, տարան ԱԱՑ-ի մեկուսարան, ապահով տեղ, որ ժողովրդի դատաստանից փրկեն։ Այդ խոսակցությունը լինելու է, եւ մենք դրա դեմ չենք պայքարում։ Ձեզ չի անհանգստացնում, չի մտահոգում են։ Ձեզ լավ եք զգում, որ ասոցացնում են, հա, նախկին թիմի հետ։ Լավ եք զգում այնքանով եք լավ զգում, որ դա կարելի է անցնել այսպես, որ մենք մնացել ենք մեր արժե համակարգի հենքի վրա։ Այդ իմաստով մենք լավ ենք զգում։ Այո, մենք մնացել ենք մեր արժե համակարգի հենքի վրա եւ գտնում ենք, որ ԿՊ-ի մյուս հատվածը մեզից դուրս շեղվել է։ Շեղվել է մասնավորապես, եթե արդեն փախստականների հետ այսպես կոչված վերադարձի հարցը Հայաստան, ադրբեջանցի այսպես կոչված փախստականների այսպես կոչված վերադարձի հարցը Հայաստան, արդեն ստորակարգայիններ չի։ Ալիևը դա համարում է արդեն պայմանավորված, լուծված եւ ժամանակի ընթացքում դա պիտի տեղի ունենա։ Ու Հայաստանից որևէ արձագանք չի Հայաստանից որևէ արձագանք չի ստանում, չի հակազդվում, համապատասխան քայլեր չի արվում, հակառակը Ալիևը նույնիսկ ֆինանսավորում է, Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորում է այն հասարակական կազմակերպություններին, որոնց ողջ գործունեությունը նվիրված է դրան։ Կոնֆերանսներ են անում, սիմպոզիումներ են անում Եվրոպաներում, մեր գիտաժողովներ են անում, բաման եւ վաղը չեմ իսօր, երբ որ գա մի հատ իրավիճակ, որ այդ հարցը արդեն դառնա, այսպես կոչված գետնի վրա իրագործելի, եւ եթե Հայաստանի իշխանությունները դա ինչ-որ դիմակային, Ադրբեջանը ենթադրենք թե ուժ կիրառի, շատերի համար դա անցալելի կլինի։ Մենակ այդ ուղղությամբ քայլ չեն անում։ 4 տարի առաջ չեն ուզում բարկացնել Ալիևին, ասում են հազիվ խաղաղություն է, հազիվ
Դե եթե իրանց նպատակը այն խաղաղությունն է, որ այսօր գոյություն ունի Արցախում, ասենք ես իրանց հետ համակարգիչ չեմ, էլի։ Պարոն Աղազարյան, ուզում եմ խոսենք նաև վերջին ԿՊ-ի արդեն ներկուսակցական ընտրություններից։ Այսպես որպես այդպեսին կարծես լուրջ փոփոխություններ չեղան, միայն հիմնական դեմքերը այսպես դուրս մնացին կամ հետապահ դիրքերում։ Օրինակ ձեր նախկին թիմակիցները ասում են, տեսեք, մենք բացառիկ ժողովրդավար կուսակցություն ենք, որ այսպես թափանցիկ ընտրություններ ենք անցկացնում։ Վստահում եք այդ ընտրություններին, թե Նիկոլ Փաշինյանը իր կամքով է ցուցակը կազմել։ Չէ, երբ որ ես հիմա նայում եմ ցուցակին, նախ ասեմ, որ դա շատ լավ գաղափար է, ճիշտ գաղափար է, սխալ կատարմամբ, որովհետև այդ գաղափարը, եթե դա արվում է, առաջին պետք է արվել ողջ կուսակցականների շրջանում, ոչ թե ասենք 2000-ից ավել այսպես հայտ ներկայացնող կար, եթե ճիշտ եմ հիշում։ Մոտ 2000 թեկնածու։ Մոտ երևի մի 7000 կուսակցական լինի այսօր ԿՊ-ական, 5000 հաստատ կա։ Պետք է 5000 հոգին ձևավորեին այդ նախնական ցուցակները, ոչ թե 1000 հոգին, որ ավելի օբյեկտիվության աստիճանը ավելի բարձր լիներ։ Որ ես հիմա որ նայում եմ, նորից եմ ասում, դա դրական շատ կարևոր այսպես կոչված մշակույթի ներմուծում է, բայց այն ձևով ոնց որ արվում է, դա բան է։ Սկզբնական շրջանում է, հետագայում ճշգրտումն է կմտցվել, ես վստահ չեմ, որ այնտեղ ամեն ինչ մաքուր է եղել։ Ինչ առումով, ինչ կասկածներ ունեք, ով է կեղծել։ Չէ, ես չեմ կարող ասեմ, ինչ իմանամ ով է կեղծել։ Բայց երբ որ ես պատկերն եմ նայում, Նիկոլ Փաշինյանի սիրելիներն են ըստ ցուցակի։ Այդ հանգամանքը, ուրիշ հանգամանքներ որ գումարում ես, տեսնում ես, որ այնտեղ մի գիծ կա, էլի բոլոր դեպքերում։ Գիծ կա։ Բայց ամեն դեպքում սա էլ տեսեք իշխանությունները որպես նախընտրական, հա, այսպես քայլ են ներկայացնում, ասում են, տեսեք, մենք բոլոր այս կուսակցություններից միակն ենք, որ այսպես ընտրությունները այսպես են անցկացնում։ Դե հիմա եթեր 24 ժամ հեռարձակում։ Հիմա Գրիգորյան Գևորգը հայտնվել է կամ կհայտնվի ցուցակի 40-րդ տեղում։ Եվ ԿՊ-ի հաջողության դեպքում Գրիգորյան Գևորգը կդառնա ազգային ժողովի պատգամավոր։ Շարքային ընտրողը, շարքային քաղաքացին ինչ ազդեցություն ունի Գրիգորյան Գևորգի ընտրվելու կամ չընտրվելու վրա։ Որևէ ազդեցություն չունի։ Այնպես որ պետք է շատ ուժեղ փողը հարել էլի։ Պարոն Աղազարյան, նաև ուզում եի թոշակների հետ կապված խոսել։ Մեկ ասում են, որ պետբյուջեում այդքան գումար չկա բարձրացնենք, ասում են 10,000 դրամի ինչ է փոխելու թոշակառուի կյանքում։ Հիմա ինչ փոխվեց, ինչ հաշվարկներ եղան։ Դե տեսեք, դա շատ նուրբ հարց է։ Ընդհանրապես տարվա վերջին մենք բյուջե ենք հաստատել եւ այդ ժամանակ կառավարությունը իր նախարարներով հանդերձ այդ հարցը կարոտում կախված, բայց ընդհանուր չեն տվել, գտնելով, որ անհրաժեշտ գումարներ չկա։ Տարվա վերջին գտնելով, որ անհրաժեշտ գումարներ չկա։ Դե հիմա ասում ենք բյուջեն նորից այս տարվա համար հաշվարկել ենք, տեսել ենք, որ արդեն։ Հիմա հաշվարկել են, տեսել են, որ այդ գումարները կա եւ բարձրացնում են կենսաթոշակները։ Շատ լավ են անում, որ բարձրացնում են, բայց սա դասական ընտրակաշարք է, որովհետեւ կամ կառավարությունն է ոչ կոմպետենտ, որովհետեւ անցած տարվա վերջին ինքը չէր հասկանում, որ փողեր կա եւ պետք է բյուջեի մեջ համապատասխան հոդվածով այդ բանը կարգավորել, կամ էլ հիմա են անկոմպետենտ այդ նույն կառավարության անդամները, որոնք չեն ասում, պարոն վարչապետ, մենք փող չունենք, ո՞նց եք դուք այդ բանն ասում։ Հիմա բայց մյուս կողմից էլ մենք գիտենք, չէ, որ միլիարդ դոլարից ավել բան ունի, ճեղքված կա բյուջեի։ Որտեղ է փողը, եթե ճեղքված կա 1 միլիարդ դոլար 200 կարծեմ 200 միլիոնի չափով պետք է։ Պարոն Աղազարյան, դուք էլ եք հետաքրքիր, թոշակ չեն տալիս, բոլորը ասում են ինչի չեք տալիս, ձեզ եք պարգևավճար տալի, հիմա բարձրացրել են, ասում եք ինչ է, ասում են ինչ է բարձրացրել։ Ես չեմ ասում, լավ են արել բարձրացրել, ասեք թոշակառուները կօգտվեն 2 ամիս եւ վերջ ընդամենը, որովհետեւ ինֆլյացիան այդ փողերը կուտի։ Որովհետեւ այդ ձևով բարձրացնելը առանց հենքի, առանց մտածելու, առանց հաշվարկների, այդ ինֆլյացիան գալու է եւ այդ գումարը ուտի, այսինքն այն ծառայությունները, այն մթերքները, այն հագուստեղենը, որ պետք է թոշակառուն առնել իր նախկին թոշակով, մի 4-5 ամիս հետո ինքը առնելու ավելի քիչ, ասենք 10,000 թոշակը կավելանա, բայց ինքը ավելի քիչ կարող է բան գնի, քան իր նախկին թոշակով, որովհետև այս ձևով, ասենք,
Կարող է սխալվեն, բայց այդպես չի լինում։ Նորից եմ ասում, կառավարությունը պետք է ինքը հասկանար անցած տարվա վերջին, որ այդ հնարավորություն կա եւ բարձրացնել այդ ցուցակները 20%-ով այդ ցուցակը ավելացել է։ Դա բանը, չլսված բան է։ Ոնց կարելի է 20%-ով այդ ցուցակը միանգամից ավելացնել։ Դա տնտեսագիտական նոնսենս է։ Նոնսենս։ Այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ 20% չվերցնենք այդ 10,000 դրամ։ 10,000 դրամը 36,000-ի 20%-ից ավել է կարծեմ։ Գալիս նույնիսկ 30%-ի չէ մոտավորապես ավելացվել է։ Դա ո՞նց կարելի է այդպեսի բան անել։ Ասենք 30%-ով միանգամից կեսաթոշակն ավելացնել, դա տնտեսագիտական նոնսենս է։ Հետևաբար սա համազոր է այն բանի, որ փող տպես տաս ժողովրդին։ Այդ փողը տալիս ժողովրդին կարտոֆիլի գինը բարձրանում է, էլի։ Եսիկի գինը բարձրանում է, էլի։ Վարսավիրանոցի գինը բարձրանում է, էլի։ Պարոն Աղազարյան, խոսեցինք նաև այդ պարգևավճարներից, բոլոր պատգամավորներն են, չէ՞, եթե ճիշտ եմ հիշում, ձեզ բաժին հասավ։ Սկզբնական շրջանում ես մտածեցի, թե մենակ պարոն Ասլանյանը եւ ես ենք ստացել պարգևավճար, որովհետեւ միայն մեկ ենք, որ 18 թվականի հեղափոխությունից հետո մնացել ենք մեր դիրքերի վրա, մեր արժեհամակարգի վրա եւ արագի մեջ գումարները ծախսեցինք, իհարկե պարոն Ասլանյանը հասցրեց մի քիչ բարեգործություն արեց, ես չարեցի, որովհետեւ ես ծախսեր ունեի։ Հետո պարզվեց, որ բոլորին են տվել։ Ամեն դեպքում դա անարդարացի է, բայց դա ծախսել է։ Ձեզ բաժին հասել է։ Այո։ Արծես։ Հետո դա չի համարվում պարգևավճար, կներեք, դա համարվում է հավելավճար։ Ասենք դա ինչու է պայմանավորված, ես չեմ ուզում կառավարության այսպես կոչված փաստաբանի դերը կատարեմ, բայց դա նույնով է պայմանավորված, որ այս տարիների ընթացքում աշխատանքների բերումով կարելի է աշխատանքները բարձրացնել, բայց դա հնարավոր չի ուրիշ պատճառով, հետևաբար այս ձևով բայց սոցիալական այս պայմաններում այսքան խնդիրների մեջ երբ մարդկանց մեծ մասը աղքատության է 3-ից 4 միլիարդ դուրս գրել պարգևավճարի համար, դա արդար է։ Եթե դա արվեր եւ նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տրվել ընդդիմությանը, այո, ես գամարի դա իդեալական քայլ։ Բայց քանի որ արվել է միակողմանի, ես սա գտնում եմ, որ վարչապետը նորից կառավարությունը այլ նպատակով, որպեսզի իր թիմակիցներին մենք էլ օգտվել ենք էլի ձեռը։ Ձեզ արժանի համարում եք ձեզ ու մյուսներին այդ պարգևավճար, ինչ աշխատանքի դիմաց եք դա ստացել։ Բավարար աշխատանք կատարել եք։ Չէ, ես այն կոմպետենտությունը չունեմ, որ այդպեսի գնահատական տամ։ Սա եւս ասում են օրինակ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ այսպես նախարարներին, պատգամավորներին կաշառք էր տալիս իր կողմը գրավելու համար։ Ձեզ էլ փաստորեն կաշառք տվեց։ Դե հիմա ինքը դա հիմնավորում է այն բանով, որ այո, մենք տալիս ենք այսպես պետական բյուջեից մեր ծառայողներին, որպեսզի նախկիների նման ծառայողների մեջ չտանք, որպեսզի մարդիկ հնարավորինս զերծ մնան կոռուպցիոն դրսևորումներից։ Հա, լավ, հասկացանք։ Բայց եթե դու անկեղծորեն ես ուզում պայքարես կոռուպցիայի դեմ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է տուր ընդդիմությանը, չես տալիս։ Չեմ վստահում ընդդիմությանը, ասում են իրենք էլ են թողել։ Ընդդիմությունը իշխանության մասը, հա, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է տալիս, դատախազությունը քոնն է, ԱԱԾ-ն քոնն է, հակակոռուպցիոն կոմիտեն քոնն է, թող ընդդիմությունը կոռուպցիան որտեղ է տեղի ունենում, կոռուպցիան տեղի ունենում իշխանական շրջանակներում, չէ՞, թող ընդդիմադիր ուժերը իշխանական շրջանակներում փորձեն հայտնաբերել կոռուպցիոն ռիսկերը դրսևորումները եւ իրավապահ մարմինները համապատասխան ընթաց տան։ Այդ դրանով կլինի պայքարել կոռուպցիայի դեմ։ Այդ դեպքում այդ փողերը, որ տրվում են նաեւ այդ նպատակով, կլինի շատ ավելի հիմնավորված։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Աղազարյան։ Արգելի հաստատիտողներ, մենք զրուցում ենք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։